Տիկին Մկրտչյան, նախ այսօրվա դատական նիստից ձեր սպասումների մասին։ Ես Նիկոլա հպատակեցված եւ Նիկոլի կողմից այդ վնգստացող համակարգից չունեմ արդարադատության սպասում, որովհետեւ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում կվերականգնվի այն նույն համաչափության եւ այն նույն փոխգործակցության ընթացքում, ինչից հետո որ կվերադարձվի պետությունը եւ պետականությունը, այսինքն իշխանության ճյուղերի բաժանում տեղի կունենա, այդ իշխանության ճյուղերը իրենց սահմանադրական իրավունքների շրջանակներում եւ լիազորությունների շրջանակներում կգործեն, այլ ոչ թե Նիկոլի SMS-ներ ստանալու եւ իրենց տարբեր բնորոշումներով աշխատած հայտարարություն ինչ եք կարծում հնարավոր է արդեն այս գործընթացը առանց նախապայմանների դա ամեն դեպքում էլի կլինեն ինչ որ Ես որպես նախաձեռնությունը իրականացրած խմբակցության падգամավոր դեռևս քննարկումներ չեմ ունեցել գործընկեր խմբակցության падգամավորներից որևէ մեկի հետ իրենց նախապայմանների կամ հայտարարության մեկնաբանությունը խնդրում եմ ուղղել իրենց падգամավորներին կամ ֆրակցիայի ղեկավարին կամ քարտուղարին ինչ վերաբերվում է գործընթացի միանալու մասին, գործընթաց սկսելու մասին, ոնց ուզում եք ձևակերպեք Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավորները, ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորները բազմիցս հայտարարել են, որ մեր այնտեղ լինելը միայն նպատակ ունի Նիկոլի դեմ պայքարելու։ Մենք այդտեղ падգամավորի կարգավիճակ, Նիկոլի հետ գործուղումների գնալու, Ալենի, չգիտեմ, համար ընդդիմություն աշխատելու տրամաբանությունը երբեք չենք դիտարկել։ Այս 4 տարիա մեզ մոտ չի ստացվել, բայց մենք 4 տարի շարունակ մշտապես եղել ենք այնտեղ, որտեղ եղել է Նիկոլի դեմ պայքար եւ տարբերություն չի եղել, այդ պայքարը Ֆրանսիայի հրապարակում է եղել, այդ պայքարը Հանրապետության հրապարակում է եղել, Բաղրամյան պողոտայում է եղել, թե ազգային ժողովի դահլիճում։ Ես շատ կուզենայի, որ այս պայքարը շատ ավելի շուտ ավարտ ունենա, շատ ավելի օգտակար եւ համաչափ լիներ են արձագանքը, որին արժանի է Նիկոլի եւ վերջի վերջո ինքը չլներ այլևս մեր հասարակական դիսկուրսում եւ վերջ դրվեր Նիկոլի կողմից զավթված իր իշխանությանը։ Ցավալիորեն այդպես չի եղել։ Սա էլ առիթ եւ հնարավորություն է էլի Նիկոլի դեմ պայքարելու։ Այս տրամաբանությունը երբեք մեր գործողություններից չի նահանջել եւ չի նահանջելու։ Չկա խանդ, չկա ցանկություն առաջինը լինելու, միակը լինելու, չգիտեմ ինչ լինելու։ Մենք շարունակում ենք համարել, որ Նիկոլի դեմ պայքարը այդ դահլիճում պիտի լինի եւ ցանկացած տեղ իմպիչմենտի, այսինքն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միանալը դա գիտեք ոչ հերոսություն է, ոչ էլ դա նվազագույնն է, որ ընդդիմադիր падգամավորը կարող է անել։ Տիկին Մկրտչյան հաշվի առնելով, որ որպեսզի գործընթացը իր ավարտական ավարտին հասնի, պետք է նաև ՔՊ-ից ձայներ միան։ Այս օրերին ձեր խմբակցությունը որոշ падգամավորներ ինչ որ քննարկումներ ունենում են, հա, ՔՊ-ի հետ։ Մենք ՔՊ-ի հետ քննարկումներ չունենք խմբակցությունով, մեր խմբակցության հայտարարած դե բա հիմա օրինակ մենք որ Ֆրանսիայի հրապարակում ենք դուք վստահ եք որ ՔՊ-ն միանալու է, բա ես գիտեք ինչ երաշխավորված պայքար չեմ ունեցել Նիկոլի դեմ եւ ցանկացած պայն երբ որ ես սկսեմ բավորով առաջնորդվել նշանակում է երկու տարբերակ կա, կամ պիտի Նիկոլի հետ պայմանավորված լինեմ, կամ ինչ որ տերեր պիտի մանգատ եւ գտած լինեն, որոնք ինձ կերաշխավորեն ինչ որ պայքարի ելք։ Նիկոլը այն ազգադավն է, այն ազգակործան դավաճանն է, որը ամեն ինչի պատրաստ է եւ ընդունակ է Հայաստանի պետությունը Թուրքիայի լծի տակ դնելու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տես ճանապարհահատված ստանալու համար մեր ազգից ու մեր պետությունից։ Հետևաբար որևէ մեկ ինձ չի կարող երաշխավորել, որ այս պայքարը Նիկոլի դեմ մեզ համար անցնելու է անվնաս։ Ինքը ամեն ինչի ընդունակ է, քրեական գործերի, կալանքի, մարդ սպանելու։ Մենք այս 5 տարիների ընթացքում Նիկոլի իշխանության քիչ ենք ականատես եղել, թե խոսքի համար ինչպես են մարդիկ մարմնական վնասվածքներ ստանում, Արմեն Գրիգորյանն էլ մահացել է։ Սոնա Մնացականյանի հղի կնոջ ինչի համար են սպանել։ Սպանել են նրա համար, որ Նիկոլի աթոռը անվնաս մնա։ Նիկոլը հանգիստ իր աթոռով կարողանա հասնել իր կառավարական դաչա։ Իհարկե մենք այս ամեն ինչը հասկանում ենք։ Հետևաբար երաշխիքներ չենք փնտրում, բայց նշանակում է, որ մեր ակտիվ գործողություններով մշտապես ամեն ինչ անելու ենք, որպեսզի 1 օր առաջ կանխենք այն հաջորդ օրվա Նիկոլի պլանը եւ ծրագիրը Թուրքին հերթական անգամ ծառայելու։ Շնորհակալություն։